Եթե թույլ տաք, պարոն Կիրակոսյան, ես նաև Ռոբերտ Քոչյանի եւս 1-2 արտաբերած մտքի կուզեմ անդրադառնամ, որտեղ նա, այսպես ասած, բացահայտում է իր քաղաքական գործունեությունը շարունակելու կամ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարելու այդ ցանկությունը նա ինչով է պայմանավորում, դա ոչ մեր շահերը առաջ տանելու մասին է, դա ոչ մեր շահերը սպասարկելու մասին է, այս մարդը ասում է, գիտեք, ես հավես ունեի, գյուղից գյուղ ընկնեի, մարդկանց հետ հանդիպեի եւ հաջորդ մտքում նա ձևակերպում է հետեւյալ ասելիքը, թե այնպես չի, որ ես քնում եմ եւ երազում եմ դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ, ով որ ուզում է դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ, նա խնդիր ունի իր վիճակը լավացնելու։ Հիմա ախր մենք այս ասածներից շատ տարբեր հետևություններ կարող ենք անել։ Եթե դու հավես չունես գյուղից գյուղ ընկնելու, այդ դեպքում ինչու ես քիթդ խոթում միտեղ, որտեղ քեզ որևէ մեկը չի հրավիրել։ Եթե դու ուզում ես կամ գտնում ես, որ բոլոր նրանք են ցանկանում դառնալ վարչապետ, ովքեր խնդիր ունեն իրենց վիճակը լավացնելու եւ դու գիշերները չես քնում երազելով դրա մասին, բա ինչ ես ուզում դառնաս վարչապետ։ Կարող է ամեն դեպքում ուզում ես դառնաս վարչապետ, որովհետև այս ապօրինի գույքի բռնագրավումը ոնց որ թե լուրջ ունի մեջ է մտնում, ոնց որ թե հողը ոտքերի տակից փախնում է ու ոնց որ թե դու մի տարբերակ ունես քո թալանածը պահելու համար եւ այն է լինել ղեկավար պաշտոնում, որ կարողանաս ինչ-ինչ գործեր չեղարկել կամ ինչ-ինչ դեպքերում, չգիտեմ, կադրային փոփոխություններ անել եւ քո ուզածը պահել։ Ախր չի կարելի սեփական թալանը պահելու համար մի ամբողջ ժողովուրդ եւ մի ամբողջ պետություն մատաղ անել, հետո էլ ասել, որ ես էլ շատ կարևոր մարդկանց հետ նկարներ ունեմ, բայց այդ նկարների համար ինչ որ մեկին ինչ որ բան չեմ տվել։ Այդ ցավը տանեմ, դու Հայաստանի Հանրապետությունում ինչքան ստրատեգիական կառույց ու ենթակառուցված կա, տվել ես արդեն Ռուսաստանի, պիտի բան մնար, որ ուրիշին էլ տայիր ախր։ Էլ բան չի մնացել։ Հիմա ասել էի մեկ էլ ինչ էր մնացել, որ տայի Ռուսաստանին, բայց դա քաղաքական կոռեկտության սահմաններում չէ։